Հալելույա սերներ, փառք Տիրոջը, Աստված փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, օրհնյալ է մեր Տերը, որ մեզ տվեց այս շնորհքը, գիտեք ամեն բարի բան Աստծուց է, ամեն բարի տուրք եւ ամեն կատարյալ պարգև վերեն է եւ լուսողորմեն կիչն է, որում մեջ փոփոխություն եւ դառնալու շուկ չկա, Աստված բարություն է անում մեզի, բերելով մեզ իր տունը, այսօր մեզ հավաքել է իր ոտքերի մոտ, որբեսի մեզ հետ խոսի, որբեսի մեզ սովորեցնի, որբեսի մեզ կյանք պարգևի ու հաստատի մեզի այս կյանքի ճանապարհի մեջ, որբեսի մենք հասնենք մեր վերջավորությանը ու մեր Հիսուս Քրիստոսին հանդիպենք բոլորովս միասին։ Դրա համար այս պահերը, այս ժամերը գնահատենք սիրելիներ, շատ թանկ արժե, որովհետև դրսում մենք չենք լսում Աստծո խոսք, իսկ այստեղ որ հավաքվում է եկեղեցին, Տիրոջ մարմինը լսելու, սովորելու եւ նորոգվելու, հոգիով նմանվելու մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Օրհնյալ է նա, որ այսօր մենք մեր մեջ ունենք մեր եղբայրները տարբեր տեղերից, մենք ուրախ ենք տեսնելու նրանց մեր մեջ եւ ես ուզում եմ ըստ դրա կարդալ մի երկու տեղից եւ պիտի աղոթքով գանք Աստծո առջև։ Դե բոլորի շատ ծանոթ Սաղմոսներից 133-ը, 133 Սաղմոս, որչափ բարի ու որչափ վայելուչ է, որ եղբայրները միաբանությամբ բնակին, այն ազնիվ յուղին պես է, որ գլխում վրա են մորուքին վրա, Ահարոնի մորուքին վրա վազեց ու մինչև անոր զգեստներուն ծայրը իջավ, Սիոնի լեռներուն վրա իջած Հերմոնի շախին պես է, վասնցի Տերը հոն հաստատեց օրհնությունը ու կյանքը մինչև հավիտյան, միաբանության մեջ կա Աստծո օծությունը, միաբանության մեջ կա Աստծո ներկայությունը, Աստծո օրհնությունը սիրելիներ, եւ գալով նոր կտակարան կարդում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը, որը գրված է Հովաննու ավետարանի 10-րդ գլխի մեջ,
14 համարից 14-ից մինչև մի քանի տողեր Տեր Հիսուսն է խոսում. Ես եմ բարի հովիվը եւ կճանչնամ իմիներս ու կճանաչվիմ իմիներս։ Տերը ճանաչում է իրենները։ Լավ է թե լավ չի։ Շատ լավ է։ Մենք որբ չենք, մենք անտեր չենք։ Տերը գիտե իրենները, որոնք իրենն են։ Նա ճանաչում է մեզ եւ մենք էլ ճանաչում ենք իրեն, որովհետեւ նա իր անձը մեզ հայտնեց։ Ինչպես հայրը զիս կճանչնա, ես հայրը կճանչնամ ու իմ կյանքս ոչխարների համար կդնեմ։ Սա խոսեց հրեաներին եւ նաեւ ասում է ուրիշ ոչխարներ ունեմ։ Դա հեթանոսներից եկած հավատացյալներն են։ Ուրիշ ոչխարներ ունիմ, որոնք այս բակեն չեն։ Նկատի ունի հրեա ազգը, հրեա ժողովուրդը։ Զանոնքալ պետք է որ բերե մեզ ու իմ ձայնից պիտի լսեն ու պիտի լինեն մեկ հոտ եւ մեկ հովիվ։ Տեսակ միաբանությունը եւ այստեղ մեկ հոտ եւ մեկ հովիվ լինելը անոր համար իմ հայրը զիս կսիրե, որ ես իմ կյանքս կդնեմ, որբեսի նորեն առնեմ զանիկա։ Մեկը չի հաներ զանիկա ինձ մե, հապա ես կդնեմ զանիկա ինք իր մեզ։ Իշխանություն ունեմ զանիկա դնելու եւ իշխանություն ունեմ զանիկա նորեն առնելու այս պատվերը իմ հոր մեզ արի օրհնյալինի Տերը։ Տերը մեզ հավաքեց։ Գրված է հայտնության գրքում բոլոր ազգերը, ցեղը, լեզուը եւ ժողովուրդը Աստված ունի ընտրյալներ։ Հիմա այսօր եկեք մենք մեր անձերը քննենք։ Եթե ես ընտրյալ եմ, եթե ես կանչված եւ ընտրյալ եմ, ուրեմն ես իմ բոլոր սիրտս պետք է հանձնեմ Քրիստոսին։ Իմ կյանքս նա իմ համար մեռավ, նա քո համար մեռավ եւ հարություն արավ, որբեսի այլևս դու քո անձի համար չապրես, հապա անոր համար, որ մեր համար մեռավ եւ հարություն արավ, որբեսի մենք ապահով լինենք, որովհետեւ այս չար աշխարհի մեջ Հիմակվա չար աշխարհի մեջ ամենաապահով վայրը դա Հիսուս Քրիստոսի մեջ լինելն ասելն է։ Նրանից դուրս վտանգ կա, շատ մեծ, որովհետև գող կա, ավազակ կա, սատանան, պտտում է ամենտեղ, թե նա է ում կարակուլ տա, բայց մեզ չի կարա, որովհետև մենք Հիսուսի ձեռքերի մեջ ենք։ Մնանք Հիսուսի մեջ, հավատարիմ եւ Տերը օրհնե այսօրվա մեր հավաքույթը խոսքը, պետք է աղոթ կանենք խոսքի համար, աղոթ կանենք Տերոջ ներկայության համար, որովհետեւ մենք վայելենք, տեսնենք, հանդիպում լինի Աստծո հետ, ամեն, սիրելիներ։ Հայր զորություն եւ փառք հավիտյանս ավիտենից ամեն
Ագնանալիս քո ջերմության սեր ես տալիս դու պահեցի ինձ ողջ գիշեր քո ապահով ձեռքերիդ մեջ այնքան քաղցր ես այնքան բարի ինչքան հզոր հարավոր այնքան չգնահ այնքան գերով իմը Տերի հարազատ է այնքան քաղցր ես այնքան բարի ինչքան հզոր հարավոր այնքան չգնահ այնքան գերով իմը Տերի հարազատ է հզոր հարավոր այնքան չգնահ այնքան գերով իմը Տերի հարազատ է այնքան քաղցր ես այնքան բարի ինչքան հզոր հարավոր այնքան գերով իմը Տերի հարազատ է այնքան չգնահ այնքան գերով իմը Տերի հարազատ է Եղբայրներ քույր Տերորդի մեր եղբայրը Հոլանդից է հիմա ինքը կներկայացնի կասիկը վկայի Տերորդի Աստված օրհնի խաղաղություն բոլորիդ քույրեր եղբայրներ Այս երգի մեջ որ երգեցինք այնքան քաղցր ես այնքան բարի ու զորեղ փառավոր ես ուզում եմ վկայեմ ձեզ ու այն մասին թե ինչպես իմ հետ պատահեց որ Աստված ինձ այդ հնարավորությունը տվեց իրան ճանաչելու համար Աստծո խոսքից ուրեմն իրան օգնությունով մեջբերում կբերեմ ուրեմն Սաղմոս գրքից 3 Սաղմոսներից եւ մի քանի համարներ Առաջինը որ ուզում եմ կարդամ ժողովուրդ ջան Էդի 100 համարի Սաղմոսն է Ես այս Սաղմոսը ամեն բան եմ սիրում բայց այս Սաղմոսը ես շատ եմ սիրում գոյության Սաղմոսը ինքը որ այս հնարավորությունը Աստված այսօրով նորից ինչպես եղբայրն ասեց լույսը ծագեց ու այս ծագած օրով հնարավորությունը տալիս է Համարը առաջինց այսպիսի խոսք ասում աղաղակեցեք դեպի Տերը ով ամեն երկիր ծառայեցեք Տիրոջը ուրախությունով եկեք նրա երեսի առաջը ցնծությունով ճանաչեցեք որ Տերն է Աստված նա արա մեզ եւ ոչ թե մենք որ մենք նրա ժողովուրդը եւ նրա արոտի ոչխարներն ենք մտնեք նրա դռները գոհությունով նրա սրահները փառաբանությունով գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը Աստված այս հնարավորությունը տվեց մենք մտանք այս սրահը այս դռները երկով փառաբանեցինք եւ ես ուզում եմ այս փառաբանության օգնությունով էլ վկայեմ եմ մասին այն ողորմությունը որ մի ժամանակ չէի հասկանում ողորմությունը ինչ բան է ու արեց Անունս Ավետիս է 98 թվից ապրում եմ Հոլանդիայում Հայաստանից էլ Էջմիածնից եմ Եղավ մի օր երբ որ իմ օրերում 99 թվին մի ընտանիք կար այդ ընտանիքին որ ես ինքս էի ընտրել որ խնդրել որ ինքը իմ հետ բարեկամանա եւ բարեկամություն անենք այդ մարդը չմերժեց եւ 99 թվին եղավ մի պահ որ ինքը եղավ պատճառ իր ընտանիքի մեջ էս էր որ իրան աղջկա ծնունդն էր
Եվ այս մարդը ինձ այսպեսի խոսք ասեց. դու տուն ունես, ես չունեմ, եւ երեխուս ծնունդը աղջկաս ուզում եմ քո տուն անեմ։ Եվ մարդիկ էլ հրավիրեմ եւ կծանոթանաս հայերեն, քո տան մեջ այդ օջախիդ մեջ այդ ուրախությունը անենք։ Ես ասացի, խնդրեմ, երբ ուզես, այդ օրը կասես եւ պատրաստվենք։ Սկզբից լսեցի, որ պետք է 15 հոգուց եւ ավելի մարդ գային, բայց ինքը ինձանից ուրեմն ներկայացված էր մի բան, որ ես իրան ասել էի տանս մեջ ես ընդհանրապես ոչ խմել եմ, ոչ ծխել եմ, իմ սեղանի վրա պետք է օղի ու գինի չլինի։ Եվ եղավ այնպես, երբ որ ինքը այդ օրը եկավ, այդ երեխու ծնունդը, ես սպասում եմ ումը որ ինքը պետք է բերի, 15 հոգուց մի հոգի էր եկել։ Այդ մի հոգին ես մտածեցի, ասեցի, բան չի մի հոգի էր իմ մտքի մեջ, չէ որ թիվը այսքան պետք է լիներ։ Եվ առանձին իրան այդ մարդու բերած մարդուց առանձին այդ բանը հարցրի։ Ինքը ինձի այսպիսի խոսքեր ասեց, ես մտածեցի էսի, որ մերժվել են այն բանի համար, որտեղ նախորդ ասել եմ իմ սեղանի վրա տունը գինի արախ պետք է չլինի։ Եվ ի պատճառն էր, որ չեն ուզեցել չեն եկել, բայց դա իմ կարծիքն է։ Ես այդպես մտածեցի, բայց ինքը այսպիսի բան ասեց, հերվացեց ինձ ու ասեց, դու չգիտես հավատացյալը ինչ բան է, այս մարդը հավատացյալ մարդ է, եւ մեր խոսքերը պետք է չափավոր լինի եւ զգուշավոր։ Սա շնորհքով լցված մարդ է եւ իրան ամեն բառն ու բառապաշարը գծված է։ Շատ ասես պետք է զգուշավոր լինենք եւ զգուշ խոսանք իրան մոտ։ Եվ եթե անհատական բան ունես ասելու, իրանից առանձին կասես։ Ու այդ ձև գնացինք մեր տուն։ Տան մեջ այդ հացի ու ջրի շուրջը խոսք ընկավ։ Աստծո խոսքը, այդ Աստծո մարդը, որ պետք է վկայություններ տալի, այն ժամանակ ես չէի հասկանում վկայություն ինչա, հիմա եմ ասում։ Ինքը շատ խոսած ժողովուրդ ջան, բայց իմ ակաժները փակ էր։ Ես պետք է անկեղծ գտնվեմ եւ ասեմ, որ անգամ մտածում եմ, ասում եմ, երբ պետք է վեր կենա ու գնա, որտեվ փակ էր, ես չէի լսում։ Բայց ինձի մի հատ խոսք բռնեց։ Իրան այդ ամեն խոսքերից, որ այդ խոսքը չգիտեմ ոնց եղավ, իմ մոտ մնաց ու արձագանքեց։ Ու այդ խոսքը ինձի ամբողջ գիշերը մտածելու տեղ տվեց։ Հիմա ուզում եմ այդ խոսքը կարդամ Սաղմոս գրքից, դա գրված է 27-րդ համարի Սաղմոսում 10-րդ խոսքն է։ Եվ այս խոսքը ինձի ամբողջ գիշեր մտածել տվեց։ Այս խոսքի մեջ ասում է, թե հայրդ մայրդ քեզ կթողեն, բայց ասում է, ես քեզ չեմ թողնի։ Եվ ես սրա վրա մտածում էի։ Ասում է, թե թեև հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տերն ընդունում է ինձ։ Եվ ես մտածում էի սրա վրա, իմ հերն ու մերը ոնց իսկ կթողեն, նրանք միշտ ընդունում են։ Ինձ մտածելու տեղ էս է եղել, առիթը։ Եվ ես չգիտեմ ինչի, սպասում էի շուտ, որ լույսը բացվի։ Լույսը երբ որ բացվեց, զանգեց իմ բարեկամին, այն մարդուն, որ իրան միջոցով ես ծանոթացել էի այդ հավատացյալ մարդու հետ, խնդրեցի, ասեցի, մի հատ կտենաս, ինքը տունն է, ես ուզում եմ մի հատ իրան տենամ։ Ու էդի ստացվեց, երբ որ ես գնացի իրաց տուն, իրան խնդրեցի, որ բերեմ մեր տուն։ Բերելուց հետո ես հետևից իրան մեր տան դուռը փակել եմ։ Ու ասի դու մի 3 օր մնաս թե, այն ինչ որ դու խոսում ես, ես չեմ լսել, այն խոսացածները նորից կրկնի։ Ինքը նորից ինձի սկսեց մեկ առ մեկ դա բացատրել, որպեսզի ես դրա նշանակությունը եւ կարեւորությունը հասկանամ։ Հասկանալուց հետո իմ մոտ մի հատ խոսք նորից եկա, որ ասի դու ասում ես հավաք, ժողովարան, դրանք ինչ բաներ են ասի։ Ասեց ես քեզ կտեղեկացնեմ, երբ որ այդպիսի ժամ գա, հիմի չգիտեմ, երբ որտեղ կլինի, քեզ կասեմ։ Հետո մի որոշան ժամանակ ինքը ինձ հայտնեց զանգով ու ասեց Բելգիայում այսպեսի մեծ ժողով հավաք կա, կգաս, ասի ոչ չէ, հասցեն տուր, ես կգամ այդտեղ։ Ես գնացի այդ տեղը։ Եվ երբ որ գնացի այդ տեղը, հիմա եմ ասում թեմա, այն ժամանակ ես դրանք չգիտեի, թեման ինչ բառա, ինչա, խոսքը գնում էր խաղաղության մասին եւ սիրո մասին։ Ինձի հաճելի էր այդ խոսքերը լսեմ, բայց ես բան չեմ հասկանում, դրանք ինչա, որտեվ երկնային խոսքեր, երկնային մեկնություններ, բացատրություններ, դա հիմա եմ ասում, այս ժամանակ էլ չեմ հասկացել։ Ես ուղղակի հասկացա, որ խաղաղություն ու սերա եւ սա ինձ դուր եկանը։ Եկա տուն։ Եվ երբ որ եկա տուն, իմ կինը հարցրեց. «Էդ ինչ տեղ էր, էդ ինչ ժողովուրդ էին»։ Ասեցի՝ «Մի ժողովուրդ էին, մի տեղ էին, որ խոսում էին սերից ու խաղաղությունից»։ Ես բան չհասկացա։
Բայց ես հաստատ գիտեմ դրանցից շատերն էլ բան չեն հասկացել, ոնց որ այսօր ես միգուցե մի օր էլ գա ես հասկանամ։ Ու իմ կինն ասաց, ես ուզում եմ քո հետ, մեր երեխեք այդ ժամանակ փոքր էին, ես 3 հատ տղա ունեմ, ինքը ինձի այսպեսի խոսք ասաց, մյուս անգամ որ գնաս այդ ժողովարանը, ես էլ եմ ուզում քո հետ գամ։ Ու մենք եկանք ու այդպես Աստված մեզի պահեց այդտեղ։ Հետո դրանից հետո այդ նույն մարդը, որ ինձ ասու խոսքեր վկայել, ինքը ինձ ասաց կա ցանող, կա ջրող, հիմա ժամանակն է ջրողի աշխատանքը։ Ես ասացի, «Էդի ով է», ասաց դա էլ մարդա, իրան ծառայությունը պետք է ինքը անի։ Ու ես խնդրեցի, որ այդ մարդուն ինքը կանչի մեր տուն ու ինքը գա։ Եվ երբ որ այս մարդ եկավ ավելի խորը մի քանի օրից բացատրեց, ես շատ ուրախացա եւ այդ ուրախությունով ես համարեցի ինքը իմ տան անդամն է եւ ես իմ տան մի բալանին ասեցի իմ տունը քո տունն է։ Երբ ուզենաս գաս, ես շատ շնորհակալ կլինեմ։ Ու տենց Աստծո ողորմությունով եկանք։ Եվ այսօրվա օրերով Աստված իրան ճանապարհների մեջ վերջի Սաղմոսը, որ ուզում եմ մի քանի համար կարդամ, այս ճանապարհների մեջ Աստված օգնական լինի, որ միշտ արթուն լինի իմ սիրտն էլ եւ բոլորի սիրտը, որովհետեւ սա նորից հավերա մենք չմոռանանք, 103 համարի Սաղմոսից մի քանի համար առաջի համարից կարդամ, ասում է. «Օրհնի Տիրոջը, ով իմ անձը եւ բոլոր իմ ներսը նրա սուրբ անունը, օրհնի Տիրոջը, ով իմ անձը եւ մի մոռանար նրա բոլոր բարիքները, որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է ամեն ցավերը եւ շնորհակալություն են ասում, որ Ավետիսի մեղքերը նրեց եւ այսօր եթե ցավել ունեմ իմ հույսը նա հուսախաբ չի անում եւ բուժում է։ Փառավորվի մեր Տեր Աստծո անունը եւ օրհնյալ լինի նրա անունը հավիտյան։ Տերը օրհնի ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսքան ամպիչափ վկաներ կան Հիսուսի Փառտիրոջը եւ եղբայրն վկայեց, այո, եւ Սուրբիկն է բազմություն է տալիս, որ վկայություն էին տալի Աստծո մասին եւ այսօր Աստծո ողորմությունն ու սերը մեզ էլ հայտնվել այս դարի մեջ Փառք Հիսուսի։ Եվ եղբայրը որ վկայեց, այդեն շատ վկայություններ կա, իհարկե ամեն մեկս կարող ենք մի անգամ գիր գրել եւ Հովանեսն էլ է ասում է, եթե գրվեր այն ինչ որ Տեր Հիսուսն արել է, ասում աշխարհի ոչ մի այդ գրքերը չէին կարող պարունակել։ Բայց հիանալի 66-ը գրքով ինչ որ մեզի փրկության պետք է Սուրբ Հոգին գրել է Փառտիրոջը։ Եվ ես հիշեցի մի նաև վկայություն, որ մի բանտարկյալ այդ որոշ այդ գողերը որ կան, որ դաժվածքներ են անում իրանց ծնկերին, իբր ոչ մեկի առաջ չեն խոնարհվելու։ Ոչ մեկի առաջ ծունկի չեն գալու։ Եվ մի այդպես գող ասում է, արդեն այնքան էր հոգուս վրա հասե, այնքան է սրսկվե այդ նարկոտիկները, այնքան է թմրանյութները սրսկե, ասում է ամեն ինչից հոգնել էի։ Ասում է տեսա կողս մարդ չկա, կողքու բոլորս, ասում է ծունկերս ծռեցի, որ ոչ մեկ չտեսներ։ Ասում է ասի Տեր Աստված հոգնել եմ, եթե դու կաս հայտնվի, Տեր Հիսուսը հայտնվում է իրան Փառտիրոջ։ Տեր Հիսուսն ասում է, եկեք ինձի բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, ես ձեզի հանգստություն կտամ։ Եվ նաեւ հիշեցի մի վկայություն էլ ասեմ եւ կասնեմ խոսքին, Լևչուկ եղբոր շատերը գիտեք եւ նաեւ կարտացել եք, գիր կա տենց եւ մեջը գրված ասում է Լևչուկ եղբայրն միշտ այդ բանտում տեղ է ունենում, որտեղ գնում է աղոթք անում եւ հանդիպում է Տեր Հիսուսի հետ։ Եվ դա լինում է ինչ որ վերին հարկ, վերնատան վերև մասում այդ։ Եվ այս գողը տեղի այդ իմանում է, որ այս Լևչուկ հայտում է միտեղ կորում է։ Ասում է լավ կանի սրա հետևից գնամ։ Եվ գնում է հետևից եւ տեսնում է որ միտեղ է բարձրանում, ասում է ես ուր ես բարձրանում մի անգամից։ Ասում է դու էլ արի վիրև։ Ես գողը սկսում եմ վախենալ, ասում եմ, ես ինչ, ես դե ինչ անեմ։ Ասում եմ, արի, ասում եմ, մի վախեցի։ Հանում եմ վիրև, հենց հանում եմ վիրև այդ տանիք այդ բանը փակում է այդ վերևի։ Դե ասում եմ, հիմա ծունկի արի այդ գողին։ Ասում եմ, չէ, ես ասում եմ, ոչ մեկի առաջ ծունկի չեմ, ասում եմ, ծունկի արի։ Ծունկի է գալի տեղ Տերը այցելում է եւ իրան Սուրբ Հոգով մկրտում է։ Այո, դից հիանալի է մեր Տերը։ Շատ հիանալի է։ Ես ուզում եմ կարդամ միտեղ, որ գրված է Եբրայեցիների թղթի 10-րդ գլուխ 23 համարը։ Եբրայեցիների թուղթ 10-րդ գլուխ 23 համարը։
Այսպես է գրված. անխախտ պահենք հույսի դավանությունը, վասնզի հավատարիմ է անիկա, որ խոստացավ։ Անխախտ պահենք հույսի դավանությունը, վասնզի հավատարիմ է անիկա, որ խոստացավ։ Այո, մի քարոշչի հարցնում են, ասում են, որ Աստծուն դու ոնց կարաս նկարագրես։ Ասում ես երկու բառով կարամ նկարագրեմ Աստծուն, երկու բառով։ Աստված հավատարիմ է։ Եվ այդ խոսքերը ինձ էլ են կպել, այսօր ամեն մեկից նաև, այո, մենք ընդունել ենք Հիսուսին, բայց մենք ճանապարհ ենք գնում։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, հաստատ պահենք հույսի դավանությունը։ Եվ Հայտնության գրքի մեջ Տեր Հիսուսը հիշացնում, ասում է, նայիր ինչպես ես ընդունել, եւ այդեն շարունակի գնալը։ Ինչ եռանդով, ինչ սիրով։ Եվ Տերը Եփեսոսի եկեղեցիին, որ Հայտնության գրքի հենց երկրորդ գլխի առաջի խոսքերում ուղղակի այս տեղերը չեմ ուզում կարդամ ժամանակի առումով։ Ասում ես, գիտեմ քո ծառայությունը, գիտեմ քո նեղությունը, անգամ հայտնաբերել ես առաքյալներին, որոնք առաքյալներ չեն, բայց մի բան ունեմ քո դեմ։ Դու առաջի սերը թողել ես։ Տերը նախանձավոր է առաջի սիրուն, եւ Սուրբ Գիրքն ասում է, որ հաստատ պահիր հույսի դավանությունը։ Այն ինչ որ մենք ընդունել ենք, այն Տեր Հիսուսին ինչպես որ ճանաչել ենք, այդեն շարունակենք գնանք նրա հետևից։ Ես ուզում եմ միտեղ կարդամ, որ գրված է Սաղմոս գրքում, Սաղմոս Դավիթի 37-րդ Սաղմոս 4-5 համարները։ Այսպես է գրված. Ու Տիրոջմով ուրախացիր եւ անիկա կտա քեզի քո սրտի խնդրվածքները։ Տիրոջը հանձնե քո ճամփատ ու անոր հուսա եւ անիկա պիտի կատարե։ Ստե հայկական թարգմանության ասում է եւ Տիրոջմով ուրախացիր, շատ թարգմանություններ, այսինքն տարբեր լեզուներով տարբեր ձևերի է հնչում այս խոսքը։ Ռուսերեն ասում է «Ուտիշայսը», մյուս թարգմանություններում անգամ գրված է «բավարարվիր Աստծմով», միգուցե սա ավելի ճիշտ է։ Այսօր միգուցե մենք եկել ենք Տեր Հիսուսին, բայց դեռ էլ բավականություն ենք փնտրում մի ուրիշ տեղեր, աշխարհի մեջ, մեր ցանկությունների մեջ, անգամ մեր ընտանիքի ժողովրդի մեջ։ Դա կլինեն մեր երեխաները, դա կլինեն մեր հայրերը, դա կլինեն մեր ծնողները, բայց Սուրբ Գիրքն ասում է, որ մեր բավականությունը մենք պետքա փնտրենք Աստծո մեջ։ Եվ սենց ասում, ու Տիրոջմով ուրախացիր, Տիրոջմով բավականացիր, երբ որ մենք լցվենք Հիսուսի հոգիով, մնացած բաներով մենք չենք ուզենա զբաղվենք, ժողովուրդ ջան։ Այս աշխարհի բաներով չենք ուզենա։ Եվ ասում է, եւ անիկա կտա քո սրտի խնդրվածքները։ Ես ամբողջովին չեմ ուզում կարդամ, ուղղակի դու կարող եք տանը կարդալ Ծննդոց գիրք 15-րդ գլուխ, շատ հիանալի մի տեղ է, շատ հիանալի մի տեղ, ես շատ կուզեի, որ դուք տանը կարդայք այդ տեղը։ Ես միայն այդ սկզբի երկու խոսքն եմ կարդալու, բայց մնացած ուղղակի ասելու եմ։ Եվ սա վանոր, ես եմ Տերը, դա 15-րդ գլուխ 7-րդ համարից։ Եվ ըսա վանոր, ես եմ Տերը, որ քեզ Քաղդեացու Ուր քաղաքեն հանեցի, այս երկիրը քեզի ժառանգություն տալու համար։ Եվ անիկա ասավ, ով Տեր Եհովա, ինչպես գիտեմ, թե ես զանիկա պիտի ժառանգեմ։ Հիմա Տերը հանել է Աբրահամին, ու ասում է դու պիտի ժառանգես այդ երկիրը քո որդին, որդիների որդիներն։ Թեպետ մենք հիմա տեսնում ենք բոլոր այդ 12 ցեղերը չեն, որ Իսրայելում են։ Ուրեմն դա երբ է կատարվելու, թե Տիրոջ խոսքը չի կատարվելու։ Այո, հազարամյայում եւ ապագայում դա կատարվելու է։ Տերը ինչ որ խոստացել է, մենք կարդացինք, որ հավատարիմ է անիկա, որ խոստացել է Փարթիրոջն։ Ժամանակ կապ չունի, մենք միգուցե շատ ենք շտապում, Տեր, հիմա արա, բայց այս լիովին, այս սահմանները Տերը պետք է հազարամյային տա, այո, Աբրահամի սերունդին։ Եվ որտեղ որ խոստացել է, ինչ այդ չափաբաժնով որ խոստացել է, ինքը անպայման կտա։ Մեզի սпасել է պետք։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է համբերությունով նայեք ասմանտազեք էդի։ Հետո չեմ ուզում կարդամ, Տերը պատվիրում ասում է, չի ասում, դե ես խոստացել եմ սենսա, չէ, ասում է, բերիր զոհերը բեր, ես այս զոհերը չեմ ուզում դրան կարդամ, եւ ասում է, մենք ուխտ կապենք։ Առաջ որ ուխտ են արել մարդիկ, զոհի միջոցով են դա արել։ Հիմա Տերն ասում է, արի իրար հետ զոհ անենք, իրար հետ ուխտ կապենք։ Հիմա ով է հավատարիմ, Աստված թե Աբրահամը։ Սիրներ, մենք հետո տեսնում ենք, որ այդ զոհերը կրակը պետքա ուտի, չէ՞։ Կրակով է այրվում զոհը։ Եվ մինչև երեկոյան Տերը չի իշտը մտե, կրակը չի ուտում։
Եվ Սուրբ Գիրքն ասում է, որ Աբրահամի վրա այդ քուն իջավ, ահավոր, հայերենում լավ է գրած, ասում է խորը քուն իջավ։ Բայց Տերը այդ քնած ժամանակ Տերը անցավ այդ զոհերի միջով։ Եվ Տերը ցույց տվեց, որ ես հավատարիմ եմ, բայց քո զավակները միշտ չի որ հավատարիմ են լինելու, բայց ես այդ ուխտին հավատարիմ եմ լինելու միշտ Փառք Հիսուսին։ Եվ Տեր Հիսուսը մինչև հիմա հավատարիմ է Իսրայելի հետ իր ուխտի մեջ, բայց իսրայելացի հավատարիմ չեն։ Եվ նույնն էլ մեր հետ, սիրելի եղբայրներ, քույրեր, զոհով, Հիսուսի զոհով ուխտա կապված։ Եվ խնդրենք Տիրոջը, ասենք Տեր, այո, մեր սիրտը լիովին փոխիր, ամբողջովին քեզի վստահենք, ամբողջովին քեզ իրական ճանաչենք, դա լինելու է հայտնության միջոցով, դա լինելու է Տիրոջ հետ հանդիպման իարգի միջոցով, բայց մենք փնտրենք Տիրոջ երեսը եւ ճանաչենք մեր Աստծուն։ Եվ որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է, որ Իսրայելը ինձ չճանաչելով ինձանից խոտորվավ, գիտություն չունենալու պատճառով։ Առակաց գրքում 3-րդ գլուխ 5-6-7 համարներն եմ ուզում կարդամ, եղբայրներ քույրեր։ Քու բոլոր սրտովը Տիրոջ ապավինե եւ քո իմաստությանդ մի վստահիր։ Քո ամեն ճամփաներուդ մեջ զանիկա ճանչծիր ու անիկա քո շավիղներդ պիտի ուղե։ Դուն քո աչքի առջև իմաստուն մի լար, Տիրոջ մե վաղցիր ու չարությունը ետ քաշվե։ Սուրբ Գիրքն ասում է, որ մենք մեր սրտին չենք կարող վստահել։ Նա մեզ խաբելու է, կամ մեր սիրտը Աստծուն է սուտ անելու, կամ էլ մենք ենք մեզ պետք է ստություն համարենք։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, որ Դավիթն ասում է, ես արտարությունը գրում է Տեր Հիսուսի վրա, արտարությունը սիրեցի, անօրինությունը ատեցի։ Եվ Տեր Հիսուսին դրա համար ասում Աստված օծեց յուղով, որովհետև Տեր Հիսուսը արտարությունը սիրեց եւ անօրինությունը ատեց։ Եվ ստե որ ասում է դու քո բոլոր սրտովդ Տիրոջ ապավինե, քո իմաստությանդ մի վստահիր։ Եվ որ Սատանեն Եվային ու Ադամին այդ ծառից որ կերցնել տվեց, ասեց դու կրնես Աստծո պես, բարին ու չարը գիծով։ Բարին ու չարը իմացող չի նշանակում, որ ես կիմանամ ոնց առանձնացնեմ դա իրարից։ Դա նշանակում է Սատանեն ասում էր դու կորոշես քո բարին։ Դու կորոշես ինչպես քո կյանքը անցկացնես։ Դու Աստծուց անկախ կլինես, դու Աստծուց ավելի իմաստուն կլինես։ Բայց մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը մտավ մեղքի մեջ եւ Աստծուց հեռու կառույցների մեջ, եւ Սուրբ Գիրքն ասում է, որ դասավորվում է Բաբելոն, Ասորեստան, Եգիպտոս, որոնք Տերը ավիրելու է այդ բոլոր կառույցները։ Բայց մի թակավորություն եղբայր աղոթքի մեջ հետաքրքիր Տիրոջը խնդրելու, որ թող քո թակավորությունը վերջը որ գա, աղոթում էր Տիրոջ թակավորության վրա, այո, եւ Տիրոջ թակավորությունը հաստատվելու։ Բայց ես այսօր ոնց եմ, իմ համար եմ ես ասում։ Ես ամբողջ սրտով Աստծուն ապավինում եմ։ Ամբողջ սրտով ասում եմ, որ Աստված դու հավատարիմ ես, ասում եմ, որովհետև հավատարիմը անիկա, որ խոստացավ։ Եվ միտեղ է կա, որ ուզում եմ էլի նույն Եբրայեցիս թղթի միջից որ կարդամ, առաջինը իմ համար, եղբայրներ քույրեր ջան, հետո կուզեմ, որ ձեզ շինություն լինի։ Ստես 11-րդ գլխի մեջ Եբրայեցիների 11 համարից ասում է հավատքով ինք Սարա ալ որտե ծնության սերմը առնելու զորություն ընդունեց եւ ատենը անցած հասակի մեջ զավակ ծնավ վասնզի հավատարիմ սեպեց զանիկա որ խոստմուն կրեր էր հավատարիմ համարեց Աստծուն որ խոստացել է ուրեմն կարանի եւ մենք այս հավատքով պետք է շարժվենք եղբայրներ քույրեր ջան Փառք Հիսուսին համար Հոսում է
Երկնքից իջած ջուրը խոսքն է ուղարկված կյանքի և հոգու համար և հոգու համար իսկ Տիրոջ բացված խորը վերքերը բալասան են մեր վերքերին բացված վերքերին բացված չորանապատը պարտեզ է դառնում ու լցվում ծաղկած անուշիկ բույրով իսկ մենք սրբված մեղքերից բազում Տիրոջ ոտքերն ենք թրջում արցունքով չորանապատը պարտեզ է դառնում ու լցվում ծաղկած անուշիկ բույրով իսկ մենք սրբված մեղքերից բազում Տիրոջ ոտքերն ենք թրջում արցունքով Երկնքից իջած ջուրը խոսքն է ուղարկված կյանքի և հոգու համար և հոգու համար Ջան, խաղաղություն ձեզ։ Շատ ուրախ ենք ձեր մեջ լինելու։ Ինձ համար հարազատ է Հոլիվուդ քաղաքը, Հոլիվուդ տարածքի եկեղեցին։ Ես Հայաստանից երբ որ եկել եմ, իմ առաջին եկեղեցին է, առաջին քաղաքի եկեղեցին 99 թվին, մոտ 27 տարի առաջ, 3 տարի ես ապրել եմ այստեղ եւ այս եկեղեցում։ Մեր շատ սիրելի շատ եղբայրներ չկան, Տիրոջ մոտ են։ Մի պահ հիշեցի մեր Պողոս եղբայրս, մեր Ալֆրեդ եղբայրս, Օնիկ եղբայրս, մեր երիտասարդ Հովհաննես աղբերս եւ հիմա մենք պետք է նաեւ տեսնենք մենք պատրաստվենք ժողովուրդ ջան, եղբայրները իրանց գործ արեցին, Սուրբ ասма ձեռքից այդ ինչ որ կգա ամբողջ ուժով օրե, գալու կյանքի մեջ գործ, խորհուրդ, իմաստություն, գիտություն չի լինելու։ Եվ դա ասված իմաստունների պես մենք լինենք եւ Աբրահամի մար գրված ասում Աբրահամը ուզեց ինձի տեսնել, տեսավ եւ ուրախացավ։ Ես ուրիշ թարգմանությունների մեջ նայեցի, տեսնեի Աբրահամը ինչը տեսավ, ուրախացավ։ Հետաքրքիր թարգմանություններ կար գրված էր, որ Հիսուսի գալուստը տեսավ, ուրախացավ։ Եվ ասում նախ ուզեց, սա շատ կարևոր է, հետո տեսավ։ Հետո տեսնելուց հետո շատ ուրախացավ։ Մենք հաճախ տարբեր տեղեր ենք փնտրում ուրախանալը, բայց ասում նա շատ ուրախացավ ինձի տեսավ։ Երանի մենք երես ինչքան ասված կյանքա թողել երկրի վրա իմաստունները պես փնտրենք իրան, գտնենք իրան, ինչպես երկեցին, երկնքից իջած խոսքն է, որ հոգու համար է։ Երկրի վրա հոգու համար հաց չկա։ Դա միակ Աստծո խոսքն է։ Ինձ եղբայրները Գևորգ եղբայրս, Կարո եղբայրս ասին, որ գնաս, բարևներ կտանես մեր եկեղեցուց, Ֆրեզնո եկեղեցուց, ես ձեզ բարևներ եմ բերեմ։ Տեր օրհնի բոլորի ժողովուրդ ջան։ Ուզում եմ կարդալ մի համար գրված է Եսայի մարգարեության 32 գլխի 17-րդ խոսքում, Եսայի 32:17 եւ արդարության գործը խաղաղություն ու արդարության արդյունքը հանգիստ ու ապահովություն պիտի լինի հավիտյան։ Արդարության գործը եղբայրը ասես գնացել էր հավաքույթի եւ ասում անտեղ խոսում են խաղաղության մասին, ասում շատ ուրախացա։ Եկա կնոջս ասեցի, կինս ասեց, այդ որտեղ են խոսում, ես էլ եմ ուզում գամ։ Ինչ է նշանակում, որ մարդը խաղաղություն չուներ, մարդիկ չունեն։
Դա միակ բանն է, որ երկրի վրա ինչ անելով դու դրան չես հասնելու։ Գրված է, որ Հիսուս ծնվավ եւ նրա անունը խաղաղության իշխան եղավ։ Նրա անունն է։ Հիմա դու նրա հետ էլ կապ չունես, նրա մոտ էլ չես գնում, նրա տուն չես գնում, իրանից չես ուզում առնես։ Դու շատ բաներ փորձում ես գումարես իրար, որ դառնա խաղաղություն, բայց դրա գումարը չի դառնում խաղաղություն։ Ասենք մարդը երկրի վրա ինչքան ուզենա բան ավելացնի, երկաթից, քարից, պլաստմասից, չգիտեմ, տարբեր բաներ մարդը հասնի, այսօր ինչի է ձգտում, բայց ուրիշ ասում է 0-ին գումարած 0 հավասար է 0, 0 անգամ 0 հավասար է 0, ինչքան 0-ներ դու դնես, եւ Տերը ասում է դա իմ մոտ է, դա իմ մոտ է։ Հոբին ասեց հոբ, Երանի մի օր լինի դու քո ոսկին դնես հողի վրա, ու ինձի ասես Տեր, դու ես իմ ոսկին, այսինքն դու ես իմ թանկը։ Եվ այստեղ Տերը մարդկությանը որտեղ ասում, որտեղ է խաղաղությունը, որտեղ է հանգիստը եւ որտեղ ապահովությունը արդարացած մարդկանց մեջ, նրանք ովքեր որ արդարացել են Քրիստոսով։ Եվ ասում արդարության գործը, արդարությունը գործ ունի անելու խաղաղություն եւ արդարության արդյունքը հանգիստ է եւ ապահովություն պիտի լինի։ Մի համար ուզում եմ կարդալ գրված է Սաղմոս 7:11-ում, գրված է, որովհետեւ Աստված բարկացած է մեղավորին ամեն օր։ Հիմա Աստված քո վրա բարկացած է ամեն օր, որովհետեւ դու մեղավոր ես։ Հիմա պատկերացեք մի տուն ես գնացել եւ այդ տան տիկինը կամ այդ տան Տերը քո հետ չի խոսում, քո հետ մի տեսակ է, դու ինչքան կարող ես մնաս այդ տան մեջ։ Չես կարող։ Հիմա այս երկրագունդը Տերն է ստեղծել։ Դու իր աշկերի առաջ Տերը որ քո առջև բարկացած է, նա չի թողնելու։ Դու ուրախանաս գրված ամբարիշտները խաղաղություն չպիտի ունենան։ Աստծո հետ չհաշտված մարդիկ խաղաղություն չպիտի ունենան։ Եվ այս մարդուն կոչ անում։ Այս խոսքի մեջ կա զորություն, մարդուն մի հատ կարճ ճանապարհ ցույց տալի։ Ես ուզում եմ Սուրբ Գրքից 3 դեպքեր հիշել, ժամանակի առումով այդ տեղերը չեմ կարդալ։ 3 տարբեր մարդիկ, ովքեր որ տեսան իրանց ներսը եւ փախան Տիրոջից։ Երբ որ Տերը այցելեց դրախտի մեջ Ադամին, երբ որ Ադամը մեղանչել էր, եկավ ասեց Ադամ ուր ես։ Հիշում եք ինչ ասեց Ադամը։ Ադամի պատասխանը ասեց քո ձայնը լսեցի։ Արեք արթանք այդտեղը Ծննդոց 3-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Եվ Տեր Աստված Ադամին կանչեց ու ասեց. Ադամ ուր ես։ Եվ նա ասեց. Պարտեզի մեջ քո ձայնը լսեցի ու վախեցա, որովհետև մերկ էի ու պահվեցի։ Կապ չունի մարդը որտեղ էր, դրախտում էր, թե դրախտում չէր։ Մարդու ներսի մեղքը իրան թույլ չի տալ ինքը կանգնի Աստծո առջև։ Եվ մարդը միշտ վախեցած է, միշտ փախած է, միշտ մարդը ասում տեսա իմ մերկությունս։ Եվ դա միայն Տիրոջով է մարդու վրա գալի այդ արդարության պատմուճանը։ Եվ ասում վախեցա քեզանից։ Ինչ դեր մարդուն ստիպում որ մարդը վախենար Աստծուց։ Նա շատ սուրբ է։ Նրա հետ հաղորդակցվելու համար դու չես կարող նրա առաջ կանգնես։ Եվ գիտեք, մեզ հաճախ թվում է որ սա մեր համար պետք է կատարվի մի անգամ, երբ որ մենք ապաշխարում ենք, դարձի ենք գալի, մենք արդարանում ենք եւ դրանից հետո մենք մի քիչ անհոգ ենք լինում։ Բայց արի տես որ սա ամեն օրվա գործա, մարդը ամեն օրվա կարիք ունի արդարանալու։ Երբ որ դու քո կյանքում թեկուզ հավատքի մեջ ես, բայց սխալներ ես ցույց տալի, սայթակումներ ես, դու տեսնում ես քո մոտ համարձակությունը թուլանում է նրա առաջ գալու, նրա հետ հաղորդակցվելու։ Դու տեսնում ես մի բան չի։ Եվ Տերը քեզ շատ երկար ճանապարհ չի առաջարկում։ Հռոմեացի 8-րդ գրքում ասում է, ով իրավունք ունի քեզ դատապարտի, ես։ Ասում է, ես էլ չեմ դատապարտում։ Ով է որ Աստծո ստեղծածներուն մեղադիր կլինի։ Ով է մեղադրում։ Ես եմ որ իրավունք ունեմ, ես էլ չեմ մեղադրում։ Հապա ինչ եմ անում։ Արդարացնում եմ, բարեխոսում եմ քո համար։ Եվ այնպես չի Տերը որ բարկացած է քեզ դու մեղք ես գործել, Տիրոջ բարկությունը մնում է այնքան քո վրա, մինչև դու գալի ասում ես, ահա ես մեղանչել եմ։ Ես բառը բավարարում է Տիրոջը։ Երբ որ Դավիթը մեղք գործեց, Նաթան եկավ ասեց Դավիթ, դու մեղք գործեցիր։ Եվ գրված է Դավիթին այդ օրինակը որ բերեց, եւ Դավիթ ասեց, ընդունեց մեղք ասեց, ես մեղք գործեցի։ Հաջորդ համարը մի անգամից գրած է, Տերը ներեց։ Մի անգամից գրված է, Տերը ներեց։ Մենք որ մարդ հարաբերություններում մարդուն որ չեն կարողանում շատ արագ ներել, շատ շուտ ներել։ Ասենք մեզ թվում է որ
Մենք էլ որ Տիրոջ առաջ սխալվում ենք, մեկ քիչ ժամանակ ապեր որ Տերը ների։ Մեկ-մեկ մեզի պատժում ենք, հաղորդության չեն գալի։ Մեկ-մեկ չգիտեմ, մեզի մեկուսացնում ենք, եղբայրների հետ չենք շփվում, ընտանիքի հետ։ Մեզ թվում է որ այս ամեր խշմտանքին հանգստացնենք, մեզ թվում է թե Աստված էլ է այդպես, բայց այնպես չի։ Անարակ որդին երբ որ եկավ, մենք տեսնում ենք զրույց չեղավ հոր եւ որդու մեջ։ Այդքան տվածած ինչ ես արել։ Այսքան տարյուր էիր։ Հետդ ինչ ես բերել։ Միջև չգաս, չաշխատես, այդ տվածած չհավաքես, չտաս։ Մենք տեսնում ենք անարակ որդին գրված է նա ճանապարհին իր մեջ խոսալով գալիս էր, նա ամաչելով, քայլելով էր գալի, բայց ասում է հայրը երբ որ տեսավ վազեց։ Մենք ամաչելով Մաքսավորի մեղավորի աղոթքի պես մենք չենք էլ կարող գլուխ բարձրացնենք վերև աղոթելուց, մենք ամաչում ենք մեր արածի համար, բայց ասում է հայրը վազեց, հորսերը վազում է, եւ ասում է բերեք, եւ առաջին գործը Տեր ուզեց մարդուն արդարացնի, դա առաջին գործն էր, որ Տեր ուզեց մարդը արդարանա, եւ քանի որ նա սուրբ է, եւ ուզում է քո հետ հաղորդակցվի, նա շատ արագ, շատ շուտ ուզում է քեզ արդարացնի, շատ շուտ, եւ ասում է մատանին դրեք, նշանեք Մատանին դա ինձանով արեք, թակավորական իշխանությունը նորից վերականգնեց կոշիկները եւ պատմուճանը, եւ տեսնում ենք զրույց չեղավ անցյալի վրա, զրույց չեղավ։ Եվ մենք սրա կարիքը միշտ ունենք եւ տեսնում ենք Ադամը խուսափեց եւ ասեց լսեցի վախեցա։ Լսեցի վախեցա եւ մենք քանի որ մեղանչում ենք եւ քանի որ վախենում ենք, հետևանքը լինելու է Աստծո երեսից թաքնվել, Աստծուց պահկվել, եւ չես կարողանում գաս դրա առջև։ Բայց այդ քո մեղքի համար ուրիշ զոհ չկա։ Դու մեկ-մեկ փորձում ես բարություններ անես, ասում ես մի 10 հատ բարի բան անեմ, միգուցե այս մեղքից դեմը կփրկվի էլի։ Եկալի մեկ-մեկ, մի հատ սխալ է գործես, էլ եղավ մեկ-մեկ։ Ուզում ես 1000 հատ բարի բաներ ա, գրված է մեղքի վարձքը մահ է։ Դու որ մեղք ես գործել, եթե ուզում ես այդ մեղքի տեղը վճարես, պետք է մեռնես։ Այդ դու չես ուզում մեռնես։ Եվ Տերը ասում է վճարել եմ մեղքի վարձքը ես վճարել եմ։ Ուրիշ ձև հոր սիրտը չի հանգստանում, նա բարկացած է մարդու վրա, որտեղ մարդը մեղավոր է, եւ որ դու ուզում ես գնաս հոր առաջ, դու որդու զոհը պետք է վերցնես եւ մահը տեղ ունեցի, եւ սա բավարարում է, դու միայն ասում ես ես մեղք գործեցի քո առաջ։ Երբ որ Հովհաննեսը տեսավ Հիսուսը գալիս էր, ասեց ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Մենք չփորձենք մեր սխալները, մեր արած մեղքերը տարբեր միջոցներով փորձենք այնպես անենք Աստծո խշմտանքը շարժենք եւ միգուցե Աստված մեզիների նրան բավարարումը նրա որդու մահը դու ընդունիր այդ զոհը քո համար մահա տեղ ունեցել եւ Հռոմեացիս գրքում ասում է որ հավատքից եղած արդարություն ասում է մի սրտիդ մեջ ասա ով պետքա ելնի վերև Հիսուսին իջացնի ով պետքա իշտի ներքև Հիսուսին բարձրացնի շատ հեռու մի փնտրիր ասում նա քեզ շատ մոտ է եւ նա քո բերանի վրա է նա խոսքը եւ ասում շատ հեռու մի փնտրիր դու պարզ խոստովանիր եւ դավանիր սա բավարարում ասում մենք չենք կարող որտեվ մարդ հարաբերության մեջ այսքան հեշտ հավատանք որ Աստված ապաշխարելուց հետո երբ որ մարդը մեղանչում ատերը նորից այդքան կարողանում այդքան արագ շուտ ներել մեր մոտ դա չի ստացվում երբ որ Պետրոսը հարցրեց քանի անգամ պետքա ներեմ եւ Տերը ասեց եղբայրը որ գա քոտեմ քանի անգամ ասի մեղանչեցի ների չէ թիվիշ մեկ միակ տեղն է երբ որ մարդ Պետրոսը ասեց աշակերտներն ասին մեր հավատքը ավելացրու որտեղ անհնարին բան է մարդ չի կարող հավատալ ոնց կարելի է մեկին այդքան ներել Հələ մենք մարդ ենք, մենք համ գիտենք մեր բնույթը, մենք ով ենք, համ ամենից ճանաչում ենք, բայց դիմացնել մենք չենք կարող այդքան շուտ ներել, բայց Տիրոջ խոսքը մեզ ասում է, որ Հոբի գրքում ուզում եմ այդ համարը կարդալ մի շատ օրհնյալ համար կա գրված է Հոբ 33:27-ում Աստված վերևից մարկանց վրա կնայի, ու եթե մեկը ասի, մեղ գործեցի, ու իրավունքը ավիրեցի, ու սա ինձի օգուտ չեղավ, այն ժամանակ նրա հոգին կազատի, որպեսի գերեզմանը չիշնի, ու նրա կյանքը լույս կտեսնի։ Եզակի թվով ասում, Աստված վերևից նայում է, եթե մեկը ասի, 33:27
Մենք ուրիշ բան չենք կարող անել, ժողովուրդ ջան։ Մենք մենակ կարանք ասենք։ Սա բավարարում ասում։ Այդ չասեն, այև ասում է, Եսայի մեջ ասում է, ես քեզ պիտի դատեմ, որ ասեցիր ես մեղ չգործեցի։ Մենք դատվելու ենք այդ ասելու, այդ մտածելու համար, որ մենք ասեցինք մեղ չգործի։ Աշխարհում քիչ հակառակն ասում ես, արել եմ դատվում ես, ասում ես չեմ արել, արդարացնում են։ Բայց Տիրոջ մոտ լրիվ տարբեր է։ Ասում ես արել եմ, արդարանում ես, ասում ես չեմ արել, դատվում ես։ Եվ Աստված մարդուն կոչ անում իր խոսքերով հարյուրավոր տեղեր ունի գրած, մարդուն ուզում է քաշի իրան, մարդուն ուզում է կանչի իրան, մարդուն ուզում է բերի իրան, մի քեզ շատի ձանից հեռացրա։ Երբ որ Տերը հրաշք արեց, ձուկերը շատացավ, Պետրոս ասում է, ընկավ Հիսուսի ոտքերը, ասեց, ես մեղավոր մարդ եմ, ինձանից հեռու գնա։ Տեսնում ենք, Ադամն այնտեղ ասեց, վախում եմ, պաղկվավ, այստեղ էլ Պետրոսը թուլացավ, չկարացավ, ընկավ, գերին ընկավ, ոտքերը Հիսուսի ասեց, գնա, չեմ կարա, մենք իրար հետ երկար չենք կարա։ Եվ այդ մեղքը թույլ չէր տալի, թե Հիսուսն էր կանչել Պետրոսին, Հիսուսն էր ընծել Պետրոսին, բայց իր ներսի մեղավորությունը, որ բացվեց, նա տեսավ, կամ պիտի արդարանա, կամ պիտի Հիսուսից հեռանա։ Եվ ասեց, հեռու գնա, մեղավոր մարդ եմ։ Բայց ավելի լավ չլինի, ասենք, Տեր, մեղավոր եմ, բայց մոտի կարի։ Դա ճիշտ է, դա լավ է, որ ասում ես մեղավոր ես, բայց այն երկրորդը մի ասա։ Ասա մեղավոր եմ, բայց գալիս եմ քեզ։ Մեղավոր եմ, բայց դու արի ինձ։ Եվ տեսնում ենք Պետրոսը քանի Տիրոջ այդքան խորհուրդ չէր ճանաչել։ Նա ասեց հեռու գնա, մեղավոր եմ, բայց տեսնում ենք, երբ որ Տիրոջ ավելի մոտիկից ճանաչելուց հետո, երբ որ նա ուրացավ 3 անգամ, դա նույն բանն է, ոնց որ մենք հավատքի մեջ Տիրոջը ճանաչելուց հետո մենք սխալներ ենք անում։ Ավելի կարծես թե նայում ենք պետք է ավելի հեռվանանք Տիրոջից, ասենք, ես ինչ արենք, բայց ասում է նավակի վրա էր, երբ որ լսեց հարությունից հետո, որ Հիսուսը ափին կանգնած է, Հովհաննես ասեց Հիսուսն ասում է, իրան նավից ջուրը գցեց, լողանալով գնաց Տիրոջ մոտ, ինչ էր փոխվել։ Նա 3 անգամ ուրացել էր, ինչու չասեց հեռու գնա։ Նրա մոտ փոխվել էր ճանաչողությունը։ Երբ որ նա ուրացել էր ու այդ 3-րդ ուրանալու ժամանակ Հիսուս նայեց իր աշկերի մեջ, հաստատ եթե այդ աշկերի մեջ ինքը դատապարտություն տենար, նա այդ համարձակությունը չէր անի իրան գցել ջուրը։ Նա այդ աշկերի մեջ տեսավ ներող աշկեր։ Իրեք մեր աշկերը խոսում են։ Եղել է որ ձեր երեխաները գանձես ասեն պապ քեզ ջղայնացած։ Մամ ջղայնացած ես։ Զգում են իրանք, ասում ես չէ, ասում մի խափի։ Մեր աշկերը ցույց է տալի, մենք ուրախ ենք թե բարկացած։ Հələ մեր երեխեդ մի բան արել եկել, իմացել ես, ջղայնանում ես, հետո ասում ես լավ ներում եմ, բայց ինքը ասում է չես ներում։ Իմ հետ եղել է մեր երեխեքին հետ խոսալուց տենում եմ չի կարող հաղորդակցի, որտեղ տենում է չեմ կարող ներեմ շուտ, մերի ժամանակ է պետք մենք որ ներենք, մենք նույն վարկանին չենք կարող, թեկոս քո հարազատ երեխան ալի։ Դու ասում ես ներել եմ, նա քեզ բռնացնում, ասում է, բա քեզ ջղայնացած։ Ներող մարդը չպիտի ջղայնա։ Ներելու համար դու պետք է դիմացին արդարացնես քո մեջ, որ կարողանաս ներես։ Մենք վեր շաճախ մարդկանց որ չեն կարող ներենք, որտեղ մենք չենք արդարացնում։ Երբ որ դու դիմացինիդ կարողանում ես արդարացնես, դու նրան հեշտ ես սիրում։ Եվ մարդ հարաբերությունում սա մեկ ժամանակ է պետք, բայց տեսնում ենք, երբ որ Պետրոսի մոտ ճանաչողություն եղավ, նրան էլ չէր հետաքրքրում։ Նա գցեց իր ջուրը, գնաց Հիսուսի մոտ։ Եվ տեսավ այդ աշկերի մեջ դատապարտություն չկար։ Երրորդ դեպքն եմ ուզում հիշեցնել, հիշում եք մի բարի իտալացի մարդ կար, հռոմեացի, երբ որ իր ծառան հիվանդ էր, ծերերին ուղարկեց, ասեց գնացեք Հիսուսին խնդրեք գա բուժի իմ ծառային։ Եվ հետաքրքիր է, որ նա աղաչեց, խնդրեց, ասեց արի։ Եվ ասում է, երբ որ Հիսուսը գալիս էր նրա տանը մոտեցավ, արդեն նա տատուն էր հասնում։ Ինքն է խնդրել գա։ Ասում է ուրիշ մարդիկ ուղարկեց։ Ասեց ես արժանի չեմ իմ տուն գաս, մի արի իմ տուն։ Ինչ եղավ այդ մարդուն, գիտեք, հաճախ Տերը մարդուն որ մոտենում է, Աստծո խոսքը մարդուն մոտենում, Աստված մարդուն այցելում է, մարդուն բացվում է, որ ինքը իրոք մեղավոր է։ Թեև մարդիկ Հիսուսին վկայեցին, որ ինքը վատ մարդ չի, մարդկային աշկերով նայում ես, ասին մեզ համար ժողովարանա սարքելն է, մեր ազգին սիրում է, հռոմեացիք չէին սիրում հրեաներին, բայց Եզակի մարդ էր, որ սիրում էր։ Եզակի մարդ էր, որ ծառայի համար
ուզում էր որ բժվեր, ամեն մարդ իր ծառայի համար հոգ չեք սանի։ Այս ծառան մահացավ, թող հաջորդ ծառան լինի։ Լիքը ծառա կար։ Նա իրոք բարի էր, բայց երբ որ Աստծո հոգին այցելում է քեզ, դու մոռանում ես քո բարությունները, դու մոռանում ես ինքո մի քանի հատ արած մի բաները քեզ բացվում է դողվես, դու խուսափում ես։ Եվ տեսնում ենք նրա եւ Հիսուսի հետ հանդիպումը չկատարվեց։ Զուտ նրա համար որ բացվավ նրա վիճակը, բայց նա չօգտվեց Հիսուսին։ Ասես մի արի, ես արժանի չեմ։ Բայց երբ որ Հիսուսը սամարացի կնոջ հետ խոսում էր, ասեց ով կին, ես պարգև եմ այս աշխարհին, օգտվեք ինձանից։ Այսօր հաճախ Աստծո ժողովուրդը չի օգտվում Աստծուց։ Մենք պետք է օգտվենք իրանից ժողովուրդ ջան, եւ ասում է արդարացած մարդիկ են, որ ունեն խաղաղություն ու հանգիստ։ Այսօր մեր աշխարհիկ մարդիկ չեն կարող անհանգստացնել։ Այսօր մեր արարքներն են մեզ անհանգստացնում, եւ մեզի շուտ ամեն օր, ամեն վայրկյան պետք է մենք արդարանալու կարիք ունենք։ Եվ կապ չունի քո հավատքի որ տարվա մեջ, որովա մեջ ինչ է սարի անելու գործներ կապ չունի։ Տերը կնոջը կոչ արեց, ասեց. ես պարգև եմ ով կին աշխարհին, պարգև եմ օգտվեք ինձանից։ Հաճախ երբ որ հարցնում են այս դալիճում սուրբ մարկա կամ արդար մարկա, բոլորս վախենում ենք, ասում ենք, ձեր բարձրացնենք, մեզից ինչ սուրբ, մեզ ինչ արդար։ Բայց գրված է, եթե արմատը սուրբ է, ճյուղերն են սուրբ։ Այդ ճյուղը հավատքով պատվասում է, այդ ճյուղը որ կդրվում է գալիս է նոր ծառի վրա, դեռ իր մեջ իր հինը կա։ Նա այնպես չի չորա գալի։ Մենք տեսնում ենք նա գնալով է, այդ իր դառնությունը թողնում գնալով այդ կյանքը փոխանցվում, բայց Աստված քեզ համարում ասում է սուրբ։ Դու որ որոշել ես, ընտրություն արել ես, դու հավատքով ընտրել ես եւ արդարացել ես, դու քեզ ժամանակ պետք է դու պատվաստվեցիր, հենց այդ ընտրությունը, այդ որոշումը, որ դու իշխանությունը փոխում ես, գալիս ես իր վրա, նա համարում է քեզ սուրբ, դու մի վախեցիր։ Մենք ամբողջ կյանքներս չենք կարող ժողովուրդ ջան, միջև մահներս մենք ասենք մեղավորենք։ Նա որ արդարացել է քեզ, դու այդ արդարացած կոչումը վեկալ քո վրա ապրիր, քայլիր։ Եվ Տերը ասում է արդարը թեև 7 անգամ ընկնի։ Աստված չի խուսափում այդ բառը օգտագործելուց։ Կողքից մարդիկ ասեն ոնց 7 անգամ ընկնող մարդը արդար է համարվում, այո, նա արդար է համարում։ Արդարացված մարդը 7 անգամ ընկնի, պիտի կանգնի։ Մի քան ասում ով թշնամիսին վրաս մի խնդրար թեև ընկնեմ, պիտի կանգնեմ, նա ինչ պիտի կանգնեցնի, որտեղ նա իր կյանքում տեսել է շատ էր ընկել, Տերը կանգնեցել էր։ Այս անգամ էլ ընկավ ու չվախեցավ։ Ասես մի խնդա, էլի է կանգնեցնելու Տերը։ Եվ Աստված ուզում է դու այս խոսքերը բավարարում ասում, դու գաս ասես մեղ գործեցի ու սխալ արեցի, սա օգուտ չեղավ ինձի։ Հռոմեացիս 4-րդ գլխի 5-րդ խոսքի մի համար կուզենամ կարդալ։ Իսկ նա որ չի գործեր, բայց կհավատա նրան, որ ամբարիշտը կարդարացնե, նրա հավատքը իրեն արդարություն է համարվում։ Նա որ դեռ գործ չարած, բայց հավատում է, որ ինքը ամբարիշտ է։ Սա կարևոր է, դու հավատում ես, դու ամբարիշտ ես։ Նա պետք է հավատաս, որ Աստված քոպես ամբարիշտին կարող է արդարացնի։ Հենց այս քայլերը, երբ որ դու գումարում ես իրար, ընդունում ես ամբարիշտ ես, Աստված էլ քոպես ամբարիշտին կարաների, մենք մեկ-մեկ ընդունում ենք ամբարիշտ ենք, բայց մեկ-մեկ էլ չենք հավատում, որ կարա այնպես մեղավորիչների։ Օրինակ Կայինը չհավատաց, ասես Տեր, իմ մեղքս ավելի մեծ է, քան թե քո թողությունը։ Այսինքն դու այդպիսի սիրտ չունես, որ կարողանաս եղբայրը սպանին ներես։ Կարաս ասենք ներես են գողություն անողին, խափողին է փոքր, բայց այդ տեսակ եւ ասեց մեղքս ավելի մեծ է։ Բայց այստեղ Աստծո խոսքը ինչ ասում, ընդունիր ամբարիշտ ես եւ ընդունիր կարամները։ Հոբը ասում Աստված հզոր է, ինչով է հզոր։ Սրտի զորությունով, որ նա ոչ մեկին չի արհամարում։ Լսել եք ասեն մեծ սիրտ ունի այս մարդը։ Մարդու սրտից մեծությունը ինչով են չափում։ Բայց Հոբը Տիրոջ Հոբի գրքում Եղուսը 38-րդ գրքում երբ խոսում է, ասում է նա մեծ է, ոչ թե ամենատես, ամենագետ, ամենակարող, ամենազորավոր, ուրիշ հատկություն ասում։ Նա մեծ է իր սրտի զորությունով, որ ոչ մեկի չի արհամարում, եւ սա մեծությունն է իր։ Նա քեզ չի արհամարում։ Գիտեք, մարդը երբ որ իմանա Աստծո շատ հատկությունների մասին,
բայց հիմա Աստված հզոր ասրտի զորությունով էլի մարդը խուսափելու է ասում մոտենալ։ Մեզ պետք է գայ ճանաչողությունը, որ նա չի արհամարում քեզ։ Նա ավելի շահագրգռված է քեզ ներելու։ Երեմիան ասում է, Երեմիայի միջոցով ասում է, իրանց ներելը իմ համար փառք ու պարծանք է։ Դու հեչ ինչով ես պարծեցել։ Աստված ասում է, մեղավորի ներելը իմ համար պարծանք է։ Ես ուրախանում եմ, մեղավորի ներում եմ։ Մենք մեր զավակների համար նայենք, որ մեր զավակները սխալվում են, ընկնում են ու հետո կանգնում են, մեր մեջ ինչ ուրախություն է գալի։ Նամանավանդ որ մի քիչ մեծացել ենք, հիմա մեր ամբողջ աղոթները մեր երեխեքի համար է։ Ամբողջ աղոթները։ Երեխեն գնաց, երեխեն չեկավ, չես գնում միջև չգա, ընկավ մի վատ շրջապատ, վատ կյանք։ Մեկ էլ իմանում ես, որ փոխվել է գալի, ասում է, պապ, գիտես, սաղ թողել եմ, երկու իմացածը չէ։ Դու որ ներես իրան, դու պարտենալու ես, դու ուրախանալու ես, պատմելու ես, ասելու ես, տղես հետ եկավ, տղես փրկվավ, եւ Աստված ասում է, ես չեմ ամաչում քեզ իմ զավակ, քեզի որդի անել։ Եվ նույնպես համարձակություն ուզում է քեզի տա, դու ընդունիր, դու Աստծո որդի ես, նա քեզ արդարացրել է, դու արդարացած կյանք ապրի եւ մի վախեցի քեզի համար ես դու արդար սուրբ։ Եվ ասում ճուղի արմատ եթե սուրբ է դու իրա վրա ես, հենց այդ ընտրությունով դու որ ընտրել ես իրան, պատվաստվել ես, ամեն մարդ իր տարիքի համեմատ կարա սխալներ անի։ Ամեն մարդ մենք առաջին դասան երեխուն չենք կարող 10-րդ դասանի մաթեմատիկա տանք։ Մենք հաճախ են մեծ բաները տեսնում ենք, ոչ մենք Աբրահամի պես չենք կլի, Մովսեսի պես, ու դու համատում ես, հա քեզի նկուն ես տեսնում, քեզ փոքր ես տեսնում, նսեմացած ես տեսնում, բայց չէ դու քո ընտրությունով դու ընտրել ես իրան։ Երկերկոցի մեջ հարցը ասում է, ես իրանն եմ, նա իմն է։ Եվ ասում է, խնդրում է Փեսային, ասում է, ինձի կնիքի պես քո սրտի վրա դիր, քո բազուկի վրա դիր։ Դու քո ընտրությունով դու որ իրանն ես, նա քոնն է, նա էլ քեզ է համարում դու իրանն ես։ Եվ ասում է, արդարացած մարդիկ ունենում են խաղաղություն, հանգստություն եւ շատ ապահովություն։ Ուրիշ ճանապարհ չկա ոչ խաղաղության, ոչ ապահովության, ոչ հանգստի։ Դա մեր մեղքն է, որ մեզ մեր ամբողջ կյանքում մեզ չարչարելու է, մեզ տանջելու է, ստվերի պես մեր հետ մանագալու։ Թվոց 32:23-ում ասում է, քո մեղքը քեզ պիտի գտնի։ Դու ուզում ես գնա, քո մեղքը քո շողքի պես է։ Մենք հաճախ որ ուզում ենք փոքր վաղ խաղացել ենք, չէ՞, որ ուզում ենք մեր շողքից վազում ենք էսյան, վազում ենք ինյան, հետո մենք ուրեթում ես էդի քոյի տակրո շողքը։ Հետո ասում ես ինչ անում, մենք այստեղ ես պահկվում, որ լույս չլի, բայց մենք չենք կարող պահկվենք, Աստծո լույսը մեր վրա է։ Դավիթ ասում է մեր ծածուկ մեղքերը քո լույսի մեջ դրիր։ Մենք նրա առջևից չենք կարող ծածկվենք, նրա աչքերի առաջ ենք։ Եվ դրա համար ամենա կարճ ճանապարհն ենք ընտրում, ասում ենք Տեր, մեղանչել ենք, մեր մեղքի համար մենք չենք կարող հատուցենք։ Եվ ընդունում ենք քո զոհը, մեզ համար զոհ է տեղ ունեցել։ Մեղքի վարձքը մահ է եւ մահ է տեղ ունեցել։ Նա որ իրավունք ուներ քեզի դատելու, նա չի դատում։ Նա նաեւ քեզ քո համար բարեխոսում է։ Իր մահանալուց քո համար աղոթք կարի ասեց հայր ներիր իրանց չեն հասկանում ինչ են անում եւ դրա համար կողքի խաչի վրա ավազակի աշկերը բացվավ միտքը բացվավ դրանից առաջ նախատում էր Հիսուսին բայց ասեց չէ նա տարբեր է նա հայր ունի եւ հետո ասեց իրան խաչողի համար աղոթում է բացվեց որ Հիսուս ուրիշ թագավորությունից է ուրիշ է եւ ասեց Եվ երկրավոր կյանքը չուզեց, չասեց ինձ այստեղ կյանք տուր, ասեց հիշիր ինձի քո թակավորություն որ կաց եւ Տեր ասեց այսօր իմե դու դրախտում կլինես։ Մեր աշկերով հաճախ առաջին մարդը դրախտում երևի պետքա լիներ, չգիտեմ ով, բայց խաչի վրա ավազակ եղավ։ Հարությունից հետո Հիսուսը երևի պետքա հանդիպեր ամենասուրբին, բայց առաջինը հանդիպեց Մարիամին, որից 7 դևեր հաներ։ Մարդկային աշկերը որ նայում ես 7 դև մեկից հանես, մարդը հետո մի դև ունի, ինչ ասես կանի, 2 դև, 7 դև, այդ մարդ ամեն ինչ ընդունակ է։ Բայց Տեր իր քայլերով ցույց է տալի 7 դև հալինի, թե մի դև դու որ արդարացել ես, դու որ մաքրվել ես, դու որ սրբվել ես, նա այունով որ մաքրում է, բայց ոչ մի բան չի երևում։ Ասում է եղածը չեղածի պես անում։ Եվ հարությունից հետո երևաց Մարիամին։ Ծննդոց գրքում որ մենք կարդում ենք Հիսուսի ծննդաբանությունը, հետ եղել է որ կարդակ ու ձեր մեր ձանձույթ կա։ Աբրահամ ծնեց Իսահակ, Իսահակ ծնեց ու անցնում ես։ Մի անգամից երկրորդ գլուխն ես կարդում, չէ՞։ Իմ հետ շատ եղ է։ Ես մի օր որոշեցի ասես անունները բրի դանդաղ կարդամ։
ու կարդացի հետաքրքիր է Տերը խոսած է ծննդաբանության միջոցով հետս խոսած 4 կնոջ անուն կա գրված։ Բոլորը տղամարդկանց անուններ են, 4 կին։ Մենք օրինակ մեր բարեկամների մեջ որ մի հատ վատ մարդ ա լինում, իր մասին որ խոսում են, ցույց չենք տալի, չէ՞ որ ճանաչում են, գիտենք այդ մարդը ուն, չէ՞։ Կամ որ դու ես աղջիկ ուզելու, որ չէ բարեք այնպես մարդու ես հետը տանում, կամ մեկից որ խոսում է, դու միշտ փորձում ես քո հարազատության մեջ այն վատերին, չարերին ծածկես, հաճախ քո այն ուրախ առիթերն չես կանչում, ասես չգա մի բան չանի։ Մենք որպես մարդ ցույց ենք տալի, որ մեր բոլոր բարեկամները լավն են։ Իմ տատիկս լավ է, պապիկս էս է, պապիկս էն է, բայց Հիսուսը չի ամաչում իր ծննդաբանության մեջ ցույց տալ, որ ովքեր են եղել իր նախամայրերը։ Եվ սա կարծես թե պասպորտն է, ծննդականն է։ Երբ որ դու վախենում ես Հիսուսից, բացի իր ծնունդը կարդա։ Եվ սա կոչ է բոլոր աշխարհին, որ բոլորը իրավունք ունեք ինձանից օգտվելու։ Հիշում եք այդ կանանց անունները, ովքեր էին այդ կանայք։ Գրված է Ռախաբը, Ռութը, Թամարը, Հուդայի հարսը եւ Դավիթի Բերսաբեն։ Եվ հետաքրքիր է Բերսաբեի մար գրված է Դավիթ ծնեց Սողոմոնը ուրիշի կնոջից Բերսաբեից, այնտեղ Սողոմոնը ծնվել է Հիսուսի ծնունդը եկել է Բերսաբեից, Ուրիայի կնոջից գրված է, Ուրիայի կնոջից ծնվեց, Ուրիայի անունն է տալի։ Մտածում ասում եմ Տեր պահիր էլի, էսի գոնե մարդիկ չիմանային Դավիթի Սողոմոնը եկել է Ուրիայի կնոջից, ուրիշի կնոջից։ Կամ Թամարը եկավ Հիսուսի նախամայր եղավ, ով էր Թամարը։ Մենք աշխարհի մեջ այդ պատմությունները որ պատմենք, մենք գիտենք բոլորը սու գիրքը դրա համար համարցակ ասում եմ Թամարը Հուդայի հարսն էր, որտեղից սերունդ եղավ։ Եվ տեսնում ենք Ռութը Մովաբացի եւ Մովաբացիք ովքեր էին, Ղովտի եւ նրա աղջկա սերունդներ։ Ղովտի եւ իր աղջկա սերունդը գալիս է Ռութ, Մովաբացի, Հուդա եւ հարս, եւ տեսնում ենք գալիս է Ռախաբը, գալիս է Բերսաբեն Ուրիայի կինը, ու գալիս է Հիսուս։ Ես հետո ես վերջերս լսա եղբայր բանտում գնացել էր քարոզելու, այս ծնանդ բանտում ինչքան մարդիկ են, որ ինչեր ասես չեն արել, չէ՞։ Ամեն ինչ արել են, ամեն ինչ այդ մարդիկ ինչ հոդվածով մարդիկ են։ Ասում է Հիսուսը այս ծննդաբանությունը կարդում է, այս բանտի կալանավորները ասում են, հենց են ուրախանում, ասում են, գոռում են, ասում են, մեզի հույս կա, մեզի հույս կա, մեզի հույս կա։ Եվ Հիսուսը նվեր տրվավ աշխարհից, եւ նա ասում է բոլորը իրավունք ունեք ինձ օգտվել, եւ նա ցույց է տալ իր ծնունդը, նա որ եկավ որտեղից դու մի քաշվիր, քո մեջ սադանա մի հատ փոքր բան է քեզ փորձում գտնի ու քեզ հեռվացնի Հիսուսից։ Ասում է դու արժանի չես, մենք իրոք արժանի չենք։ Մենք այդպես որ նայենք մեր արած գործերին, բայց ասում է քո մեղքի համար մահա տեղի ունեցել, վարձքը տրվել է, վճարվել է, արժանի համարողը նա է եւ նա համարում է քեզ, գինը վճարվել քո համար։ Եվ այս համարձակությունով մենք գնում ենք նրա առաջ, մենք մոտենում ենք նրան, կուզենամ այդ համարն էլ կարդալ եւ նորից հիշ ասել այդ նույն համարը եւ աղոթքով կգանք Տիրոջ առջեւ Ժողովուրդ ջան, նորից կարդում եմ այդ Եսայի 32:17 եւ արդարության գործը խաղաղություն ու արդարության արդյունքը հանգիստ ու ապահովություն պիտի լինի հավիտյան, արդարացած մարդիկ անձեռնամխելի, մահ մարդիկ են, ամենաապահով, ամենահանգիստ խաղ մարդիկ են։ Մարդ որ մի սխալ բան արե, որ մի հատ փոլիսի ձենը, ավտոյի ձենը լսում, միանգամից խառնում է իրար, որտեղ բան արե։ Բայց որ բան չես արել, քեզանից ա ներում, միտքը տնից ա մաքրում, խշմտանքը տնից ա մաքրում, դու ոնց որ չես արել։ Եվ նույնիսկ չի թողում քո խշմտանքը քեզ հանդիմանի։ Դու ուղի խոսակ քո այդ խշմտանքի հետ Սատանը գալիս ասում նա ներել է, նա մոռացել է, ես ինչու եմ հիշում։ Հիմա Տերը չի հիշում, իմաստունի մենք հիշենք, Ժողովուրդ ջան։ Իմաստունի մենք հիշենք ու Տիրոջից հայ հեռու մնանք։ Աստված ասում է դու ընդունիր մեղավոր, ես մոռանում եմ, քեզ արդարացնում եմ։ Եվ Աստված հարաբերություն է ուզում, մարդ մեջ հարաբերություն է ուզում, եւ հաճախ տեսնում ենք սա մարդու կողմն է, չհասկանալով ասում արժանի չեմ ու ինքը հեռու մնաց։ Ադամը տեսնում ենք չօգտվեց, Պերոսը սկզբից չօգտվեց, ասեց հեռու գնա։ Եվ այն բարի հարուրապետը ասեց իմ տուն մի արի հեռու գնա մեղավոր եմ, բայց մենք հիմա ուրիշ ձև պետք է աղոթենք, ասենք Տեր, ես մեղավոր եմ, ես արժանիք չունեմ, բայց իմ մոտ արի,
Չէ՞ որ այդ մահը հենց քո համար է տեղ ունեցել։ Մենք նորից ենք շեշտում այդ բաները, մենք իրոք արժանիք չունենք, այնպես չի մենք մի բարի բան կարող ենք բերել ցույց տալ։ Մենք մի մեղքի դեմ 1000 բան անենք, դա չի փակելու։ Այս աշխարհում մի սխալ բան ես անում 10 տարի, 20 տարի, 50 տարի, մարդը ընդամենը 60-70 տարի ապրում, որ նայենք 2-3 սխալի համար մարդը կարող ամբողջ կյանքը նստի։ Բայց Աստված ուրիշ ձև է նայում, ասում է, եթե մեկը ասի մեղ գործեցի, եւ սա ինձի օգուտ չեղավ, եւ ասում Աստված նրա հոգին կազատի, գերեզման ճիշտի եւ նրա հոգին լույս կտեսնի։ Ամեն։ Խաղաղություն եղբայրներ քուրեր, Աստված օրհնի մեր եղբայրներին, որ այսօր առատ կերակուր տվեցին մեզ։ Ես ուզում եմ ուղղակի մի տեղից կարդալ, որից հետո պիտի աղոթ կանենք։ Ուրեմն մենք հավատում ենք, որ Հիսուս ներկա է այստեղ, չէ՞։ Ընդունում ենք դա։ Փառք Տիրոջը։ Երբևիցե մտածել ենք, թե երբ որ մենք եկել ենք Հիսուսին որպես մեղավոր մարդ, եւ հավատացել ենք, որ Հիսուս մեր մեղքերը ներել է։ Դա ո՞նց է եղել։ Մենք ուղղակի ասում ենք մեղավոր մարդ եմ եւ ընդունում ենք, որ Տերը մեզի ներել է, չէ՞։ Ինչքան էշտ է կատարվում դա։ Մենք հավատում ենք, չէ՞ որ դա տենց է լինում։ Փառք Տիրոջը, Տերը փառավորվի։ Հիմա եղբայրներ քույր, տեսեք, նույն հավատքով, ինչպես որ հավատացել ենք, որ Տերը մեզի ներել է, չէ՞։ Նույն հավատքով, պարզ, պիտի հավատանք, որ այսօր Աստված կարա մեր մեջ նաև բժշկություններ անի։ Այդպես է թե չէ։ Եվ դրա համար կարիք չկա, չգիտեմ, ակադեմիա ավարտել։ Պարզապես անկեղծ հավատքով ընդունել դա։ Համաձայն եք։ Տեսեք, երբ որ Տեր Հիսուսը քայլում էր երկրի վրա, ամեն իրան մոտեցողին ինքը բժշկում էր, թե չէր բժշկում։ Կա միտեղ գրված, որ ասեր, այ դու մեղավոր մարդ ես, մեկա ոչ հավատալու ես, ոչ էլ ապաշխարելու ես, քեզ ինչ բժշկեմ։ Ոչ էլ դա, թողնելու ես գնաս, քիչ էլ գալու մի հատ, ասես մերսի։ Մեկը չկար, ամենամեղավոր մարդիկ էլ գալիս են Հիսուսի մոտ, ինքը իր ձեռքը մեկնում էր կամ խոսքով ասում էր անգամ, չէ։ Նույնիսկ տեղեր կա տենում ենք, որ չերել տեսել այդ մարդուն։ Գալիս են ասում էին ծառաս, հիվանդա, որ ասես ինքն դե կբժշկվի։ Հիսուս զարմանում էր այս մարդու հավատքի վրա։ Եվ գնում են տնում են, որ բժշկվել է այս մարդը։ Պատկերացնում եք չերել տեսել այդ մարդուն։ Այսօր այստեղ նույն հոգին ներկա է։ Այսօր այստեղ Հիսուսի հոգին ներկա է մեզի ազատելու մեզ վրա եղած բոլոր մեր մարմնավոր եւ հոգեվոր խնդիրներից։ Մեկը հոգևոր պատերազմի մեջ չի կարող ազատվի, մյուսը մարմնավոր տկարության մեջ չի կարող ազատվի, ինչի որովհետև մեր հույսը դրել ենք դեղերի, մարդկանց, սեանսների, չգիտեմ ամեն տեսակ բաների վրա եւ մտածում ենք թե մի օր պիտի գա, որ մենք պիտի ազատվենք։ Հիսուս այսօր ներկա է մեր մեջ եւ հիմա իր հոգին պատրաստ է մեզանից յուրաքանչյուրին ազատելու, սիրելիներ։ Փառք Տիրոջը։ Հավատքով ընդունեք հիմա տեսեք, որ կատարվելու է դա։ Հավատքով ընդունեք ձեր հոգու աշխարհը եւ ասեք, Տեր, ես հավատում եմ։ Նայեք, ես խոսք ուզում եմ կարդամ, որից հետո պիտի աղոթենք։ Ղուկասի ավետարան 5-րդ գլուխ 17-րդ խոսք։ Ու եղավ, որ օրը ինքը կսորվեցներ ու փարիսեցիներ եւ օրինած վարդապետներ նստած էին, որոնք Գալիլայի, Հրեաստանի, Երուսաղեմի բոլոր գյուղաքաղաքներին ժողված էին։ Ու Տիրոջ զորությունը ներկա էր զանոնք բժշկելու։ Լսում եք։ Ասում են ժողված էին տարբեր տեղերից։ Մարդիկ էին տարբեր, փարիսեցիներ, սադուկեցիներ, ինչ որ մի քանի, ասենք, անհավատ ժողովուրդ կամ հետաքրքրասեր ժողովուրդ, բազմություն կար մի խոսքով։ Բայց այստեղ ասում է, որ Տիրոջ զորությունը ներկա էր անոնց բժշկելու։ Հիմա այդ նույն հոգին ներկա է մեր մեջ, սիրելիներ, այդ զորությունը ներկա է։ Մենք հաճախ կոպիտ սխալ ենք թույլ տալի։ Ասում ենք, հիմա աղոթենք, որ բժշկվենք։
Սիրելիներ, մենք չենք աղոթում, մեզանով չի էտի որ բժշկվենք։ Դա մենք աղոթում ենք որ Տերը բժշկի։ Միտք առնում եք տարբերությունը։ Ոչ թե աղոթեմ որ դու բժշկվես, այլ աղոթ կանենք որ Տերը բժշկի։ Խնդրենք Տիրոջը որ դա անի։ Համաձայն եք։ Փառք Հիսուսին։ Ընդունում եք այդ խոսքը։ Տիրոջ զորությունը ներկա է բժշկելու։ Փառք Տիրոջը։